Իջևանի շատրվանների հրապարակը մայիսի 12-ին վերածվել էր հայ ազգային պարերի իրական հարթակի։ Տեղի ունեցավ ազգային պարերի հանրային միջոցառումը, որն ամփոփեց վերջին ամիսների ընթացքում համայնքի 10 դպրոցներում իրականացված ազգային պարերի ուսուցման ծրագիրը։ Սա մեր երկրորդ միջոցառումն է, երկրորդ տարին է, որ նույն միջոցառումների շարքը եւ ամփոփումը կազմակերպում ենք, այսինքն մոտավորապես 1 կամ 2 ամիս Իջևան համայնքի դպրոցներում երեխաների հետ պարուսուցումներ ենք անցկացնում, յուրաքանչյուր դպրոց գնում ենք 2-3 անգամ եւ անցյալ տարի գնացել ենք 6 դպրոց եւ այստեղ անցկացրել ենք մեծ պարուսուցում միջոցառում մասնակից բոլոր դպրոցների հետ, նաեւ Իջևանից են միացող եղել, արել ենք Իջևանի իրական դպրոցի եւ մենք հասարակական կազմակերպության ջանքերով այս տարի եւս կազմակերպել ենք նույնը, բայց մի փոքր մեծացրել ենք շարավիղը եւ այս տարի անցկացրել ենք պարուսուցումների շարք 10 դպրոցներում։ Նպատակն է Իջևան համայնքում, տարածքում ազգային ինքնագիտակցությունը մեծացնել երիտասարդների, երեխաների շրջանում, աջակցել ազգային մշակույթի տարածմանը, մասնավորապես ազգային պարի տարածմանը եւ նաեւ Իջևան համայնքին մարդկանց բնակչությանը ցույց տալը, որ ազգային մշակույթը ինչպիսի հզոր եւ ոգեղեն մի միջոց է համախմբման եւ հայրենասիրության համար։ Ծրագրին մասնակցել էր շուրջ 550 աշակերտներ, ովքեր ամիսներ շարունակ սովորել էին հայկական ավանդական պարեր, բացահայտելով ոչ միայն շարժման գեղեցկությունը, այլև ազգային մշակույթի ուժն ու խորքը։ Ամփոփիչ միջոցառումը վերածվել էր իրական տոնախմբության, որտեղ հնչում էին հայկական մեղեդիներ, իսկ հրապարակը լցված էր պարային եռանդով ու ջերմ տրամադրությամբ։ Եկել ենք Սևքարի միջնակարգ դպրոցից, մոտավոր 30 հոգի ենք, որպեսզի միանանք շատրվաններում տեղի ունեցող պարի խմբին ու պարենք, ցուցադրենք, սովորել ենք հայկական պարեր, ավելի շատ ինձ դուր եկել Յարխուշտան, որը իր մեջ պարունակում ավելի շատ ազգային մշակութային բաներ։ Այս տարվա ընթացքում սովորել ենք շատ պարեր, թե աշխատանքային, ռազմապարեր ու հարսանեկան, ամենաշատը դուր է եկել ռազմապարերը, ուսումնասիրել ենք պարերի պատմությունը, ուզում ենք սրանով ասենք, որ ազգային երկու պարը մեր ինքնության կարևոր մասնիկն է։ Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները, սակայն ազգային պարի շուրջ համախմբվել էին նաև բազմաթիվ քաղաքացիներ ու հյուրեր։ Բաց պարուսուցման հատվածը հնարավորություն տվեց յուրաքանչյուր ցանկացողի միանալ հայկական շուրջ պարին, դառնալով տոնի անմիջական մասնակիցը։ Չնայած Իջևանում եղանակային անբարենպաստ պայմաններին, ազգային երգերի հնչյունների ներքո հայկական պարն ապրում ու շնչում էր մեկ միասնական շուրջ պարում, միավորելով սերունդներին, ժպիտներն ու ազգային ոգին։